Օրերս ազգային ժողովում արդարանում էր իր վերցրած պարտքի համար։ Մի հատ էլ մունաթ էր գալիս, ճղում էր իրեն, թե պարտքով զենք ենք առել, շատ ենք առել ու միանգամից։ Նաև ասում էր, թե կորոնավիրուսի հաղթահարման համար են շատ վարկ վերցրել։ Հայաստանում ցանկացած մեկ լումա արտաքին պարտք հաստատվում է կառավարության ու ազգային ժողովի նիստերով։ 2012 թվականից սկսած արխիվումս հավաքում եմ Հայաստանի իշխանության վերցրած վարկերի մասին տեղեկատվությունը։ Նիկոլի ելույթից հետո բացեցի այդ ցանկը, որ արդեն մի քանի 100 էջ է, ու սկսեցի ուսումնասիրել։ Այդ մարդն ասում է 7 միլիարդ դոլարի զենք է առել ու կորոնավիրուս հաղթահարել։ Այսօրվա այս թողարկումը կարելի է անվանել 7 միլիարդ դոլարանոց ստերի բացահայտում։ Նախ դուք կորոնավիրուս չեք հաղթահարել։ Հայաստանը այդ վիրուսից ունեցել է հազարավոր զոհեր, համաշխարհային մակարդակով առավելագույն թվով մահեր, ու պատճառը ձեր վատ կառավարումն է եղել։ Այո, կորոնավիրուսի ժամանակ վարկեր վերցրել եք, բայց թե ինչի վրա եք իրականում ծախսել, դա եւս կարծում եմ ձեր իշխանության հեռացումից հետո պրոֆեսիոնալ դատախազությունը, հակակոռուպցիոնը կանդրադառնան։ Նաև Սուտե Փաշինյանի այն պնդում է, թե պարտքի մեծ մասը կուտակվել է պատերազմի ժամանակ, որովհետև ամեն տարի ավելի քան 1 միլիարդ դոլար կուտակվում է պետական պարտքը։